մարդկանց անձնական տվյալները շատ լուրջ պաշտպանության կարիք ունեն։ Անձնական տվյալների պաշտպանության մասով ես կասեմ հետևյալը, որ ես հանդիպում եմ ունեցել անձնական պաշտպանության տվյալների գործակալության տնօրենի հետ, ունեմ նաև նամակագրությունը նրա հետ, ու պարզվում է ինչ։ Մեր երկրում, սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, ինտերնետ շահումով խաղերի ոլորտը չի վերահսկվել ոչ մի ձևով։ Իմ կողմից ներկայացրած 17 թե 18 հարցին արդյոք իրականացվել են ստուգումներ եւ այլն, չի եղել ընդհանրապես ոչ մի դրական պատասխան։ Ոչ մի ստուգում չի իրականացվել, ընկերությունները արել են այն, ինչ իրենք ուզում են։ Ու այստեղ նաև ես ավելորդ չեմ համարում նշել այն հանգամանքը, որ ընկերությունները հիմնականում երկուսը, որտեղ ես ուսումնասիրել եմ նրանց բոլորի գաղտնիության պայմանները, ինչի հիման վրա խաղացողները, ինչը հաստատելով խաղացողները մուտք են գործում հարթակ եւ սկսում են խաղալ, կա օրենքի այնպիսի խախտումներ, որ թե գործակալությունը, թե դատախազությունը պետք է օր առաջ կասեցնի իրենց գործունեությունը ու սկսի ստուգումներ իրականացնել, թե ինչի համար է այդ ամեն ինչը այդպես։ Անձնական տվյալների մասով, անձնական տվյալների պաշտպանության մասով, նրանք այնպիսի անձնական տվյալներ են պահանջում մարդկանցից, որ ուղղակի անհավանական է, ասենք մարդու անուն ազգանուն հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե, հանրային ծառայության համար ու ինչն է այս ամեն ինչի մեջ ամենատարօրինակ։ Բոլոր այդ ընկերությունները ունեն եկենք պետական համակարգում ստուգելու եւ այնտեղից ինֆորմացիա վերցնելու լիարժեք իրավունք։ Եկենտից նրանք վերցնում են ամեն տեսակի ինֆորմացիա ու ինչպես իրենք գաղտնիության պայմաններում են նշում, որ իրենց իրավունք են վերապահում, որ ունեն իրավունք շրջանցելով օրենքը, տվյալ ինֆորմացիան փոխանցեն իրենց կամ գործընկերներին, կամ իրենց կողմից վստահելի գործընկերներին։ Կամ ընկերություն, որը ցավոք սրտի ես զարմանում եմ, էլի ինչի համար կարա տենց բան լինի, արդյոք պետական մարմինները ընդհանրապես այս հարցով չեն զբաղվել, մեկը գրում է նույնիսկ այսպիսի բան, որ կարամ ես հիմա ցիտեմ, որ ինքը կարա տա տվյալները, անձնական տվյալները իր կողմից վստահելի գործընկերներին, որոնք էլ իրենց հերթին կարող են տալ այլ գործընկերների։ Այստեղ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասով մենք ունենք շատ լուրջ խնդիր։ Անձնական տվյալների մասով ես կուզեմ անդրադառնամ նաև մի շարք հարցերի, որ ես փորձեցի մամուլից գտնել հրապարակումներ, որոնք եղել են նախկին տարիներին, ու մենք փորձագետներ, որ այդ փորձագետները բարձրաձայնել են Արթուր Պապյան 2022 թվականից մարդը բարձրաձայնել է այն հարցը, որ 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է 2.5 միլիոն հայի անձնական տվյալների արտահոսք։ 2.4 միլիոն հայի։ Սրա մասով պետությունը ոչինչ չի արել, ընդհանրապես ոչինչ չի արել։ Նույնիսկ իրանք չեն մտածել այն ուղղությամբ, որ ինտերնետ շահումով խաղերը կարող են նաև իրանք թիրախավորվել ու կիբերհանցագործության շնորհիվ կիբերհանցագործները իրանք սերվերներից փորձեն այդ ամեն ինչը վերցնելու։ Այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք այդ անձնական տվյալների պաշտպանության մասին այս ոլորտի հետ կապված, որ իրենք չարաշահում են իրենց լիազորությունները պետական վերահսկողության բացակայության պատճառներով եւ հիմնավոր կասկածներ կան, որ իրենց կողմից իրանց մոտ ամենայն հավանականությամբ եղել են շատ մեծ քանակի տվյալների արտահոսք։ Տվյալների մասով, անձնական տվյալների մասով նույն փորձագետը վերջերս մոտ 1 ամիս առաջ տրված հարցազրույցներից մեկի ժամանակ հայտնեց, որ ինտերնետում ազատ վաճառքի են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տվյալներ, ազատ 100,000, 200,000, ասենք darknet-երից հնարավոր ասենք առնել 100-200,000
տվյալ ընդամենը 11,000 դրամով, որը որ իրապնդմամբ ինքը ձեռք է բերել այդ տվյալը։ Հիմա հարցը առաջանում, որ երբ որ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը այնպիսի մի մեծ ոլորտի, որը տիրապետում է Հայաստանի Հանրապետության եւ ոչ միայն ահռելի քանակով մարդկանց տվյալների, ինչի համար մինչ օրս ուսումնասիրություն չի կատարվել։ Իմիջիայլոց ավելորդ չեմ համարում նաեւ նշեմ, որ մեր մոտ եղավ պայմանավորվածություն տվյալ գործակալության հետ իմ առաջարկով, որ ես ուզում եի հանդիպեի տվյալ 4 ընկերությունների ներկայացուցիչների հետ, այնտեղ նաեւ ես ցանկություն եի հայտնել, որ ներկա լինեն ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչ եւ դատախազության ներկայացուցիչ, սկզբից հաստատվեց մեր հանդիպման օրը, ժամը, որից հետո ներողություն խնդրեցին ու ասացին, որ հանդիպում տեղի ունենալ չի կարող, հա։ Մենք այստեղ ունենք շատ լուրջ խնդիր, որտեղ այս ոլորտը բացի ֆինանսական մասից նաեւ այստեղ կա անձնական տվյալների պաշտպանությունը, որ ամեն դեպքում շատ խիստ կարևոր է։ Նույնիսկ անձնական տվյալների պաշտպանության մասով ընկերություններից մեկը հայտնում է այն մասին, որ ինքը կարա քաղաքացիների, սկսած թե ինչքան ալիմենտ են իրանք վճարում, տվյալները վերցնի պետությունից ու ոստիկանությունից, թե մարդը ինչքան ԴՀԿ ունի, մի խոսքով ամեն ինչ։ Մեր քաղաքացիները իրանք չհասկանալով համաձայնվում են տվյալ գաղտնիության պայմաններին, որից հետո նրանց տալիս են լիարժեք տիրապետելու իրենց մասին ինֆորմացիային։ Բայց այդ չի նշանակում ամենևին, որ քաղաքացիները պաշտպանված չեն։ Գիտեք, շատերն ասում են մարդը սեղմեց, մարդը համաձայնվեց, ժողովրդական լեզվով ասած իր ամուր իր գլուխ։ Բայց այդպես չէ, էլի յուրաքանչյուր մարդ ունի անձնական տվյալների պաշտպանության իրավունք։ Դա ես չեմ ասում, դա սահմանադրությունն է ասում Հայաստանի Հանրապետության եւ սա անձնական տվյալների պաշտպանությունը դա հիմնարար սկզբունք է, որ մարդը չի կարող ինքն իրանով ինքը որոշի, ասի ես հրաժարվում եմ իմ անձնական տվյալների պաշտպանությունից։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա քաղաքացիների մասով, ինձ թվում է իրավաբանները ավելի խորը կուսումնասիրեն այս ամեն ինչը, որովհետեւ ելնելով թե գործողություններից, թե նրանց գաղտնի այդ ընկերությունների գաղտնիության պայմաններից, այստեղ ես տեսնում եմ հիմնավոր կասկածներ, որ տվյալ ընկերությունների մեծ մասը չարաշահել են իրանց լիազորությունները, անձնական տվյալները պահպանվել են առանց երաշխիքների այնպիսի երկրներում, որտեղ անձնական տվյալների պաշտպանությունը ոչ բավարար մակարդակի է, ու քաղաքացիները իրավունք ունեն հիմնավոր կասկած ունենալու, որ այդ ամեն ինչը եղել է օրենքի խախտմամբ ու այդ ամեն բանն էլ ենթադրում է, որ մարդիկ կարող են նաև ունենան հնարավորություն վնասի փոխհատուցում պահանջելու տվյալ ընկերություններից։ Ու սրա մասին ասում է նաև անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի 17-րդ հոդվածը, երբ որ իրավունքի սուբյեկտը գտնում է, համարում է, որ իր իրավունքները խախտվել են, ինքն ունի վնասի փոխհատուցում պահանջելու իրավունք։ Սա շատ լուրջ բան է ու ես խնդրում եմ, եթե կան Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության մասնագետներ, շատ լուրջ խորը զբաղվեն այս հարցով, որտեղ սրան արդեն պետք չի մատների արանքով նայել։ Նույն մի բան էլ ավելացնեմ անձնական տվյալների մասով ու հետո անդրադառնանք այլ հարցերին, էլի այլ փորձագետներ նշել են, որ անհավանական քանակի անձնական տվյալների արտահոսք մենք ունեցել Հայաստանի Հանրապետությունից սկսած 44-օրյա պատերազմից, բայց ես չհանդիպեցի ոչ մի գործ կամ ոչ մի նյութ, որ պետությունը ընթացք է տվել այս ամեն ինչին։ Պետությունը ուղղակի լուր հետևել է ու երբ որ մենք ասում ենք անձնական տվյալներ, այս դեպքում մենք պետք է հասկանանք անձի կենսաչափական տվյալները, որն իր մեջ ներառում է անձնագիր, լուսանկար եւ այլն։ Նկես վերջերս բանկերի կողմից այդ վարկեր ես մի երկու նյութ կարդացի, որ մարդիկ տեղյակ չեն, որ իրանց անունով վարկեր է տրամադրվել, իսկ միգուցե այդ տվյալները արտահոսել են այս ընկերություններից կամ այն մյուս ընկերություններից ու մարդիկ տեղյակ չեն իրանց անունով արել են։ Միգուցե մենք գործ ունենք նման բանի հետ։
Դրա համար պետության կողմից վերահսկողության տոտալ բացակայությունը բերում է նրան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պաշտպանված չեն անձնական տվյալների պաշտպանության մասով։ Դա փաստում է նաև միջազգային վարկանիշները, որ թե Թուրքիա, թե Ադրբեջան, թե Իրան, թե Վրաստան ավելի լավ դիրքերում են, քան Հայաստանի Հանրապետությունը։